Բարև ձեզ, ես բժիշկ Գոռ Ռոհանյանն եմ։ Այսօր կխոսենք կերամիկական վինիրների մասին, թե ինչ է իրենից ներկայացնում կերամիկական վինիրները։ Կերամիկական վինիրները բարակ նուրբ երեսպատիչներ են, որը տեղադրվում է ատամի միայն դիմային մակերեսին, ատամին տալով ամրություն և ավելի գեղեցիկ տեսք։ Երբ է կատարվում կերամիկական վինիրներ։ Կերամիկական վինիրներ տեղադրվում է այն ժամանակ, երբ բուժառուն դժգոհ է իր ատամների ձևից, գույնից, դիրքից կամ առկա է միջատամնային տարածություններ կամ կտրականապես դեմ է բրեկետային բուժմանը։ Կերամիկական վինիրներ տեղադրվում են նաև այն ժամանակ, երբ բուժառուն ցանկանում է ունենալ հոլիվուդյան ժպիտ։ Հաճախ բուժառուները հարցնում են, արդյոք կերամիկական վինիրների տեղադրման ժամանակ ատամի նյարդը հեռացում է թե ոչ։ Իհարկե ոչ, չեն հեռացում, եթե ատամը չի գտնվում անոմալիկ դիրքում։ Եվ բերանի խոռոչի լիակատար հիգիենայի ժամանակ վինիրները կարող են պահպանվել շատ երկար տարիներ։ Մենք ընտրում ենք կերամիկական վինիրների Emax տարբերակը, որը գնային առումով ավելի թանկ է։ Եվ սակայն հաճախ բուժառուները նշում են, որ կան 20-ից 30,000 դրամ արժողությամբ կերամիկական վինիրներ։ Եվ վերջերս առնչվել ենք մեկ դեպքի հետ, երբ պացիենտը իմանալով, որ տեղադրվում է կերամիկական վինիրներ, վճարել է մեկ ատամի համար 30,000 դրամ։ Սակայն հասկացանք, որ այդտեղ տեղադրված չեն կերամիկական վինիրներ, տեղադրված են պլաստմասսայից ինչ-որ կոնստրուկցիաներ։ Ուղղակի բուժառուներին կարող եմ ասել, զերծ մնացեք նման դեպքերից, իսկ մեր գոլեգաներին կարող եմ ասել, որ մի արեք նման բան, չի կարելի ուղղակի։ Եվ վերջապես կերամիկական վինիրների շնորհիվ կարելի է ստանալ ինքնավստահ և առողջ ժպիտ։